վարչապետ Տավուշի մարզային Հարգելի ներկաներ, մենք հիմա գտնվում ենք Տավուշի մարզի իրանց գյուղում եւ այս սահմանային պատն է, այս պատից ենքում գործնականում տեղ կա, որ 2 մետր ենքում արդեն Ադրբեջանն է։ Ինչի համար ենք մենք այստեղ, դուք երևի համոզված եմ հետևել եք բոլորդ իրանցի պատմությանը, բայց այսօրվա մեր էքսկուրսիան ունի շատ կարևոր մի առանձնահատկություն։ Մենք ուզում ենք այսօրվա էքսկուրսիայով ցույց տալ ձեզ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է մեր կառավարությունը։ Որտեղ նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ եթե անվտանգության թիվ 1 պատկերացումը բանակն է, երկրորդը բանակն է, երրորդը բանակն է, չորրորդը բանակն է, 5-րդը բանակն է, ուրեմն անվտանգություն գոյություն չունի եւ պետք է այնպես անել, որ անվտանգության ապահովման գործիքները լինեն բազմազան։ Հիմա այն ինչ որ մենք այստեղ կանգնած ենք, այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է։ Վերջերս ես պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում առիթ ունեցա ասելու, որ լեգիտիմությունը անվտանգության ապահովման շատ կարևոր պայման է։ Ես ձեզ ասեցի, որ 2022 թվականին մենք ինքներս նախ ճանաչել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչ է տարածքային ամբողջականությունը։ Տարածքային ամբողջականությունը լեգիտիմ կերպով, միջազգայինորեն ճանաչված կերպով քեզ պատկանող հողային տարածքն է։ Ես նախկինում որ ասում էի կադաստրի վկայական ուրիշ բան է, դու ապրում ես մի տանը, մի հողամասում, որը ունի կադաստրի վկայական, թե ապրում ես միտեղ, որը չունի կադաստրի վկայական, եւ նաեւ այստեղ երևում է խաղաղության օրակարգի մասին մեր պատկերացումը։ Դուք հիշում եք, որ երբ որ սահմանազատման գործընթացը տեղի էր ունենում, շատ էին ասում, որ Կիրանց գյուղը դատարկվելու է, շատ էին ասում, որ Կիրանցի դպրոցը սահմանից ընդամենը տեղ-տեղ 50 մետր հեռու է, ճիշտ են ասում։ Այն Կիրանցի դպրոցն է, այս պետական սահմանն է Հայաստանի Հանրապետության։ Եվ ասում էին, բա երեխեքի անվտանգությունը հնարավոր չի լինելու ապահովել։ Դպրոցը արդեն մի տարի դաս են անում, եւ մի տարի ոչ միայն դպրոցի հետ կապված, այլև Կիրանց գյուղի հետ կապված որևէ միջադեպ չի արձանագրվել։ Ավելին ասեմ, այս հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ի սկզբանե ծառայությունը սկսել են, հետո միքս պայից եղել է պայմանավորվածություն, նախ սահմանազատումից հետո դուրս են եկել խրամատներից, այսինքն իրար համար տեսանելի։ Երկրորդ փուլով հանել են սաղավարտները եւ զրահաբաճկոնները, երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատների վրա պահունակներ պետքա չդրվեն, այսինքն առանց պահունակների։ Այսինքն սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է եւ խաղաղության օրակարգի մեր պատկերացումն է։ Եվ ես հիմա տեսեք, ստեղ կանգնած եմ, ես ոչ մի մտավախություն չունեմ եւ մի տարի է դպրոցը գործում է։ Այս պատն էլի Միչայելոց, մենք կարող ենք չկառուցել այս պատը, բայց այս պատը կառուցել ենք մենակ հոգեբանական, որ բնակչություն են ժամանակ շատ սուրեր ընդունում, սուրեր ընկալում։ Չնայած ես կարծում եմ, որ սիմվոլիկ առումով այս պատը շատ կարեւոր է, որովհետեւ որ մենք ասում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ես հիմա գիտեմ որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը։ Ինձ համար եւ ցանկացած մեկի համար որպես վարչապետ կամ պաշտոնյա շատ կարեւոր է, որ ես իմանամ իմ իրավասության սահմանը որտեղ է։ Ես գիտեմ, որ իմ լիազորությունները այստեղ ավարտվում են։ Նո մի մետր էլ են կողմի վրա կա, բայց իմ լիազորությունները այստեղ ավարտվում են եւ մեզնից յուրաքանչյուրի համար կառավարման ակադեմիայի ուսանողներ կան, չէ՞, եւ դասախոսներ։ Կառավարման կարևորագույն առանձնահատկություններից մեկն է, որ դու քո պատասխանատվության գոտի եւ քո պատասխանատվության շրջանակը իմանան։ Եվ 2022 թվականի համար, երբ որ մեզ ասում են մենք մեղադրում են, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, դա ճիշտ է, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բայց ինչի համար ենք դա արել։ Մենք դա արել ենք, որպեսզի ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչենք, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Մեզ շատ ասում են նաև այլ քաղաքական հայացքի տեր մարդիկ, ասում են, որ այս դե յուրե եւ դե ֆակտո պատը դնելով դուք մեզ, այսինքն Հայաստանին սահմանափակում ենք, որպեսզի մենք այդ գծից անցնենք այնտեղ եւ նոր տարածքներ նվաճենք, այսան ճիշտ են ասում։ Դա ճիշտ են ասում, այո, մենք մեզ սահմանափակում ենք։
բայց մենք այս պատով սահմանափակում ենք նաև ուրիշներին, որտեղ եթե մենք ասում ենք ստեղ գիծ չկա, հետևաբար մենք կարանք գնանք այն կողմ եւ վերցնենք ինչքան կարողանանք, նույնը վերաբերում է այն կողմին, ասում են եթե այստեղ գիծ չկա, մենք էլ կարանք մտնենք եւ վերցնենք այնքան ինչքան կկարողանանք։ Եվ դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավերժական ցիկլի մեջ են մտնելու պատերազմի, միջև կամ մեկը մյուսին կոչնչացնի, կամ մեկը մյուսին։ Իսկ մեր պատմական փորձը ինչ է ցույց տալիս եւ խաղաղության օրակարգը նրա մասին է, որ մենք ընդհանուր առմամբ այս ցիկլից պետքա դուրս գանք։ Եվ ինչ տեղի ունեցավ հիմա արդեն Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղով ապրանքներ են գալիս, այսա շուտով ուրիշ ապրանքներ կգան, Հայաստանից կգնան եւ գիրացա խաղաղ գյուղ է։ Մարդիկ այստեղ անվտանգության բան մտահոգություն 30 տարի ընդ որում անվտանգության մտահոգության մեջ են ապրել։ Մարդիկ քնել են, չեն իմացել առավոտը ինչ կլինի, ինչ վիճակ կլինի։ Այդ խնդիրը չկա եւ հեճուկս են կանխատեսումների, որ գիրանցը դատարկվելու է, գիրանցը նախորդող շրջանում քանի տուն է ունեցել 90 տուն է ունեցել, այսօր 16 միլիոնի ծրագրով քանի տուն է կառուցել 54 նոր, այսինքն գիրանց գյուղը սահմանազատումից հետո եւ այս ծրագրի շրջանակում 50%-ով աճել է արդեն այս փուլում աճումը։ Հաջորդ շատ է խոսվում, որ մենք մեր ազգային արժեքները ոտնահարում ենք եւ այլն։ Այս եկեղեցին նախկին 100 տարվա մեջ եղել է ավերակների մեջ կուտակված։ Այս եկեղեցին վերականգնվում է, ես իմիջիայլոց ես Իջևանում ծնվել մեծացել եմ, տասնյակ անգամներ եկել ենք մենք իրենց, մենք չենք իմացել, որ այստեղ եկեղեցի կա։ Սա ամբողջ կառավարության ֆինանսավորմամբ եկեղեցին վերականգնում է նաև մեր հոգևոր արժեքների վերահաստատման խորհրդանիշ, որպես այստեղ ընդհանրապես անվտանգության ոչ մի մտավախություն չկա։ Այստեղ անվտանգության մտավախություն կլինի այն պարագայում, եթե Երևանի կենտրոնում մեր անվտանգության մտավախություն